Բարև շնորհակալ եմ, որ եկաք տաղավարայս եթերին։ Երևի սկսենք այս հարցից, ինչ նոր զարգացումներ կան ձեր ընտանիքին պատկանող մեքենան փրկիզել էին, ինչ կարող եք առանձնացնել, այս դեպքում ինչ կարող եք փոխանցել մեզ, համեցեք։ Բարև ձեզ, նախ օրվան համահունչ շնորհավոր ենք Հայ ազգի եռատոնի կապակցությամբ։ Առավոտյան լրատվականներում երկու տեսանյութ տեսա, որ մարդիկ կային, որոնք իրենց ամուսնության արարողությունը Շուշիում էին անում, հիմա Շուշի են տալի, ընկնում են stand-by ռեժիմի մեջ, չէին կարող Շուշի բառը արտասանեին, մեկ էլ մարդ կար տրնգի էր պարում, այսօր Շուշի բառը էլ չի արտասանում։ Այդպես, իսկ ինչ վերաբերվում է այրելու դեպքին, մեր ընտանեկան մեքենայի, այո, 3 հայտարարություն են տարածել ներքին գործերի նախարարությունը, որ կա ձերբակալված, որը որ 22 տարեկան է, Անդրանիկ անունով, որին որ ընդհանրապես ոչ ես ճանաչում եմ իմ կյանքում, ոչ գիտեմ ով է եւ ես նորից հիշեցնեմ, որ ոչ մի անձնական բան չկա, սա միայն քաղաքական հայացքների համար խուժան արարք է չմարտների կողմից, մի քանի թուրին բռնվածներ երև իրենց մեջ գցե բռնել են, ոնց կարողանք ես մարդ ունես միլիարդավոր կոռուպցիաների բացահայտման դեմ այդպես անեն, որ լրացնեն, անցել են արդեն մեքենա են այրում, որ ինչ-որ աչք վախեցնեն կամ ինչ բան, բայց իրենց դասատուները սխալ ուղղության են վրա են իրենց դրել։ Այդ մարդկանց կարող եմ ասել, որ ձեր դասատուներին շնորհակալություն հայտնեք, որ ձեզ սխալ ուղու վրա դրեցին եւ մեքենա այրելով ոչ մի բանի չեք հասնելու, ոչ դուք, ոչ ձեր հետևում կանգնած թուրն բռնվածները չի ստացվելու իրանց մոտ։ Մենք ես մեր ավականու անդամները Մայրաստախմբակցության շարունակելու են ել ավելի ջանք ու եռանց չխնայել, բոլոր ձեր լափածները քույր կուսակցության հետ կոալիցիոն գործընկերոջ հետ հանրությանը պետք է ցույց դնենք եւ հանրության աչքերը բացենք, տեսնենք, որ երևանցիների միլիարդավոր գույքահարկ աղբահանության վճար, որոնք որ արդեն մինչև տարվա վերջ 100%-ով կթանկանա, այդ գումարները վերցնելով մարդիկ ուղակի լափում են, սեփական գրպաններն են լցնում, նույն տրանսպորտի թանկացման, աղբահանություն, գույքահարկ, տեղական турքեր, շինթույլտվություններ, այդ ամեն ինչի այդ բարձրացած գումարները մի քանի տասնյակ անգամ վերցնում լցնում են իրենց գրպանները ու մի բան էլ մտած ով այսպես ասած դուխ է անում իրենց այս ապօրինություններն ու անօրինությունները բացահայտել ընկնում են հետևից։ Դրա վառ օրինակները ասեմ, նոր վարչական շրջանում, այդ վարչական շրջանի ղեկավար կոչվածը, որ մեր ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանն ու բլոգեր Արտուր Չախոյանը իրար հետ բացահայտեցին մանկապարտեզի հետ կապված, դա մի դեպքը չի, իրանք շեշտվել են այդ դեպքի հետ, որ մենք չենք ընդունել այդ մանկապարտեզը, սուտ են ասում, այդ մանկապարտեզի վրա արդեն փողեր չէ դուրս գրած, այդ մանկապարտեզի եթե Մեսրոպն ու Արտուրը չգնային, հանրության աչքի առաջ ցույց չտային, որ կարելի է մատով ասֆալտը քանդել կամ այդ պատն ու ներկերը, ով էր ինչ իմանալու, ոչ մեկ, բերելու էին, բացեին, ընդունեին, մեջ անեին իրանց սիրած խոսքն է, ու այդ մեր բոլորիս երեխաները, հա, բարեկամները գնային այդ երեխեքը տեղ 50-50 իրենց ասած, թե ինչի մեջ կգնային, ինչ փորձանքի մեջ կգնային, այնպես որ հիմա իրանք Հանրապետությունն ու ՔՊ-ն իրան գլխավոր հրամանատարներով, Արամ Զավենի Սարգսյանով, Ավինյան Տիգրանով, Տիգրան Ավինյանի են մի հատ ինքն էլ ունի, չէ՞, մի հատ գլխավոր հրամանատար, բոլորով լծվել են իրենց թալանի վերջին ճակատամարտին։ Սրանք ամեն ինչի պատրաստ են, բայց եթե կան այս քաղաքում մարդիկ, անհատներ, իրենց չի վերաբերում, նորմալ, լավ տղաներ, որոնք Երևանը իրենց համար ցավոտ է, իրենց Երևանի վիճակ իրենց ցավ է պատճառում, ոչ ոք պետք է հետ չկանգնի ոչ մի բանից, ոչ ծեծիչ, ոչ կռվից, ոչ
մեքենա այրելուց ուղղակի մեքենան թողի մեքենան այրեին կամ այդ ծեծի հետ իրենց մոտ լավ աստացում, թոմի 10-15 հոգով փորձեին գային մեր հետ այդ կռիվ անեն։ Այդ մեքենայի հարցը այդքան բան չի, ինչքան կարելի էր անձամբ իմ հետ խնդիր ուներ։ Դե հա, բայց արդեն ես սրա պատասխանը սպասում եմ դեռ ստանալու ենք, իրենք ամեն կարմիր գիծ էլ չկա, ժողովուրդ, մոռացեք, սրանք կարմիր գիծ չունեն, սրանց փողոցից բռնե բերել են, այդտեղ դրել են պաշտոնների, սրանք կյանքում ոչ մի բան տեսել են, ոչ անձնական շփումներ ունեն, ոչ փողոցում մարդկանց հետ կարող են նստել հարաբերվել, սրանք փողոցից քարշ տալով սենց հավաքել են իրար գլուխ, մի հատ խունտա են սարքի, ասել են եկեք նստեք, ով ինչ կարա գրփի չրփի այս քաղաքում։ Հիմա այս սրանցից ինչ է սպասում, սրանք կարմիր գծերը բոլոր անցել են, եկել են տան վրա, ես սա դիտարկում եմ իմ տան վրա, մի քանի թուրն բռնվածների կողմից, իրանց դասատուների կողմից հրահանգ, սրանք էլ այդ հրահանգը կազմակերպեն այդ 22 տարեկան այդ երեխան պատանին, որ արել է, դա ասել են արել է, այս մարդիկա, չէ, ասենք անենք, ասել են այս երեխան էլ արել է, էլի դիմա տես։ Հանրապետության կուսակցությունից Անի Խաչատրյանը մեկի եթերում ասում է, մենք այս ժամանակ դալանդեր չուք անում ուզում ես բերման ամոթել է իջապես, լացել է եթերը։ Ինչ ասում։ Մենք ի տարբերություն նախկինների դալանդերի չենք ծեծում, ուղղակի եթերում ենք ծեծում։ Լավ, սա ինչի ցուցիչ է, ինչի դրսևորում է, եւ արդյոք ներքին խմորումներ, դժվարություններ կան, արդյոք Արամ Սարգսյանը շանտաժով է Անի Խաչատրյանն ով է, որ ժամանակին վարչապետ էր, այդ մարդու Սանիկն է, Սանիկի ինչն է, չգիտեմ, այդ մարդու հետ եք, այն ավականու անդամ։ Ես դրան չեմ ուզում մեկնաբանեմ, ինչ ես դրան մեկնաբանեմ։ Իսկ Արամ Զավենի Սարգսյանը ժամանակին կար, բանը, չէ, այն Ռուսաստանի համար դոշ ծեծող Արամ Զավենի Սարգսյանի համար, Դե հիմա Արամ Զավենի Սարգսյանը ինչ ուզի կարա ասի, հիմա ուրիշ տեղից է սնվում, ուրիշ բան ասում, ինչ խնդիր ունի։ Պետք կլինի Ռուսաստանից կսնվի, Ռուսաստանին կասի գովերքի, պետք կլինի կհասնի, հա Եվրոպա չեն հասե հələ իրանք, բայց իրանք Եվրոպա պետք է հասնեն։ Այդ Եվրոպամետ կուսակցությունը ինչա որ պետք է գնային այդտեղ, տեսանք դրանց պահվածքը, ժողովուրդը տենա, ես նորից ասում եմ, նրանք բոլոր այդ կցորդներով իրար հետ, նրանք ոչ լեգիտիմ չեն կարողանում Երևանը ղեկավարել ու չեն կարողանալու։ Հիմա իրենց մեջ գզվրտոցա սկսել։ Հիմա շանտաժը ինչի են շանտաժանում, ասում են եթե մեզ հանեք, այս իշխանական լծակներից մեզ կտրեք, գումարից կտրեք, պաշտոններ, այս թաղապետ իրանք մինչև հիմա թաղապետ բառն էլ չեն կարողանում մոռանալ, թաղապետ բառը չկա այտենց բան, վարչական շրջանի ղեկավարներ, այս վարչական շրջանի ղեկավարների պաշտոններից մեզ հանեք, չթողեք հոակներ, պոակներ եւ դպրոցներ տարբեր լծակներ ունենանք, գումար աշխատենք, շանտաժ են անում, որ մենք դուրս կգանք, բայց այդ պարագայում էլ դուրս գալու պարագայում արդեն եթե մի քիչ sense ժողովրդի լեզվով ասած մեջը փող չեղավ, ինչ կռիվ են տալու, գալու են նստեն ընդեղ, էլ են ձեր նշած ավականու անդամը, հետևից էլ որ ձենը հանելու ոչ մի բան, մի երկու անգամ կգնան, հետո կասեն լավ, էլիս ինչի համար են գալի, դե ավականու անդամը աշխատավարձ չի ստանում, այդ մեքենաներ իրանց ասած պատավապետությունից է կզրկվեն, ու այս կոալիցիան կփլուզվի հիմա Տիգրան Ավինյան եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկուսն էլ սարսափի մեջ են, որ հանգարց Արամ Զավենի Սարգսյանին կտրեն այդ գումարների աղբյուրներից, սրանք կարող է դուրս գան կոալիցիայից ու Երևան քաղաքը գնա արտահերթ ընտրությունների։ Ես ձեզ խոսք եմ տալի 9%-ի դեպքում Տիգրան Ավինյանը կհավաքի 0.09%, իսկ Արամ Զավենի Սարգսյանին կուղարկեն դավալու ժողովուրդը երևանցիները։ Կանք ամեն դեպքում տեսեք, քաղաքում վերջերս բարեբնով Երևանը լճի է վերածվել, այդ անձրևների պատճառով տեսնում ենք ինչ է տեղի ունենում։ Լավ, այս ամեն ինչի ցուցիչ է, ինչ կարող եք ասել քաղաքային այս խնդիրների մասով, ավելի մանրամասն։ Հիմա մի քանի տեղեր, հա, մտնում ես տարբեր սոցիալական ցանցեր, մարդիկ արդեն ձեռք են առնում, էլի, ասում են զանգեք Երևանի քաղաքապետարան ու կներեք հայհոյեք, ինչ ասեմ, մինչև 18-ի ինչի չկար, անձրևներ չէր գալիս է Ժողովուրդ ջան, սիրելի երևանցիներ, այս մարդիկ ասֆալտ են անում,
Դա էլ ասֆալտ չի, հետո կպարզվի, թե դա ասֆալտ էր, թե հինը քերած նորից ես իմ ինչ նորարարական մեթոդներով ասֆալտի տեսք ստացած երևույթ է։ Այս մարդիկ բերում են այդ փոսալցումը, եթե իհարկե բախտերս բերի մի վարչական շրջանում փոսալցում անեն, Շենգավիթ վարչական շրջանը մի տարի մի ամիս է նույն փոսը հələ չեն արել, բայց որ Ավինյան Տիգրանին ասում է 10 օրից հեսա կգանք կանենք։ Մի տարի մի ամիսա չի արել։ Ասֆալտ են անում, ասֆալտի մնացորդները գալի լցում է կոյուղատարերի մեջ, այդ կոյուղատարերի մեջ դառնում է բետոնից ավելի պինդ ինչ որ երևույթ ու այդ տերևները գարնանային, աշնանային ու այս ասֆալտը փոշին կեղտը լցվում է կոյուղատարը ու կոյուղատարը խցանված է։ Իսկ դրա ավելի հիմնական խնդիրը նա որ Երևան քաղաքում ամեն քայլափոխին շինթույլտվություններ են տալիս աճ ու ձախ, էլեկտրական նոր շենքեր են գոյանում ու այս մարդիկ չեն հասցնում նույն հեծը, նույն վիոլա ջուրը հայտարարում է, որ չենք հասցնելու Երևանը մարդկանց հոսանքով մատակարարել, այդ կոյուղատարերը ջրի խնդիրա լինելու, աճ ու ձախ շինթույլտվություններ բաժանածները հիմա խոսում են թեխի այս վիճակը։ Այդ վիճակն որովհետև դուք տեղում չեք, որովհետև դուք կոմպետենտ չեք, ու մի դուրս եկեք, ասեք անձրև է գալի վիոլա ջուրն է մեղավոր, ձուն է գալի ով է մեղավոր։ Բոլոր ամեն խնդիրների համար այս մարդիկ հիմա գտել են էսա մեղավոր։ Հեսա մի օրը երևանցիներն են ասելու են հանակ բան կար, չէ, արդեն կատակ էին անում, ժողովուրդ ջան, ձուն եկեք, եկել մարդա մի լապատկա ուտենք, թող անցնի գնա, հիմա էլ ասելու են հելեք անձրև է գալի, մի բան արեք։ Հա, բոլորի համար պիտի գտնեն մեկին մեղադրեն, բայց չի ստացվելու։ Քաղաքային իշխանությունը երևանցիների աչքին վերջացած է, իսկ ԿՊ-ն ընդհանրապես վերջացած է։ Հիմա անցել են այս խնդիրների արդեն բարձրաձայնում է Շենգավիթ վարչական շրջանի ասֆալտ պատումները, որ ժողովուրդը քաղաքացիներ երբ տենում են, ասում են դուք մի տարի առաջ ավականու նիստին հայտարարել եք, որ այսինչ վիճակ է, այս 9% անոցն էլ ասեց իր չինովնիկներին անձրևները վերջանա կանեք, ընդեղից էլ պատասխան եղավ, որ 10 օր հետո այո, գալու ենք ասֆալտապատենք մի տարի անցելա չի եկել։ Հիմա այդ խնդիրները բարձրացնելուց հետո մարդիկ արդեն նյարդայնանում են, ասես չէ Ավինյան Տիգրան, մարդիկ նյարդայնանում են, չեն կարողանում իրաց պահել։ Հետո նյարդայնանում են, հարձակվում են մարդկանց վրա։ Հիմա իմ պարագայում երևի ոնց ասեմ, իրենց տրիներների ներողություն, ուսուցիչների հրամանով ասին չէ մի գնացեք ֆիզիկական իրար հետ տենց կռվի մեջ մտեք, եկեք արդեն հասեք իր տան տարածք եւ այրեք տան մեքենան, ես դրա պատասխանը բոլորից ստանալու եմ եւ ես շեշտել եմ 100 պորտ են կողմել բոլորը պատասխան են տալու։ Ես դեռ հանգիստ սպասում եմ, տեսնեմ թե այս 22 տարեկան ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ 22 տարեկան Թայրվի Անդրանիկը ինչի հիման վրա է այդ արել։ Ես ոչ ճանաչում եմ, ոչ ես իմ կյանքում խնդիր եմ ունեցել մեկի հետ ու մանավանդ 22 տարեկան Անդրանիկի հետ։ Կսպասենք, թող հայտարարեն։ 3 հայտարարություն արել են, սպասենք տենանք վերջում ինչ են ասելու։ Ամեն դեպքում շարունակում է, հա, այսպես ասենք, տրանսպորտի թանկացման խնդիրը արտահանալ, ինչ գործողություններ են իրենք նախաձեռնում, ինչ սպասել, ինչ ընթացք լինի, ինչ կոչում եք անելու երևանցիներին։ Տրանսպորտի թանկացման հետ դեմ 300 դրամ էր, մի քիչ շատ էին ուզում, էլի գրփեին, չրփեին, հավաքեին այդ գումարը լցնեին իրանց բիտքոյններն ու ես իմ որտեղները, չստացվեց երևանցիները չհանդուրժեցին իրանց համախմբված այս սոցիալական ցանցերով ու բաներով իրանց հիշատակեցին, վախեցան Նիկոլ Փաշինյանը Ավինյանին կանչեց, ասեց տղա ջան, արի 150 դարձրա, մի քիչ մեջ կանեք երևի այդ գումարները, որ երևանցիները էլ ավելի չդժգոհեն։ Այդ 150-ն էլ չստացվեց, երևանցիները միջև այս պահը բոյկոտում են, էլ տրանսպորտի վարորդներին քաղաքացիների հետ ընդհարման, էլ քաղաքապետարանի աշխատողներին, էլ հիմա էլ ոչ մի ձև չկարեցան, հիմա տարել են ազգային ժողով այդ օրենքն են ուզում ընդունել, որ տուգան են քաղաքացիներին, զելի ժողովուրդ, ձեր կրյացի միջոցներով, ինչպես եւ հիմա եք անում,
մի վճարեք Տիգրան Ավինյանին եւ Երևանի քաղաքապետարանի ԿՊ-ին ու հանրապետություն կցորդներին, մի հարստացեք ձեր գումարներով։ Հերիքա գույքարկի, աղբանության, շինթույլտվությունների, տեղական турքերի, այդ փողոցային առևտուրը, որ զբաղվում են մեր քաղաքացիները, այդ ներողություն բառի համար, որ աճուձախ տշում են այդ ապրանքները, դրանց գումարներով հերիքա իրենք հարստանան, դուք տրանսպորտ նստեք եւ ձեր կամքով բոյկոտեք, իջեք, միջև այս մարդիկ էլ արդեն խելքի չեն գա, չեն էլ հասկանա, ուշ է արդեն, բայց նորից կրկնում եմ, թող այդ տուգանքը ազգային ժողովը ընդունի, որ այս հասկանան այս ժողովուրդը, որ այս ԿՊ-ն իր աստղաբույլով եկել են երևանցիներն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սարքեն տուգանքի եւ տուգանվելու մատերիալ, ուրիշ մարդկանց գալու նպատակը էս է եղել։ Բայց Ավինյանը վերջին գործավարական նիստի ժամանակ ասում է դնում եք մատով ասֆալտը քերում եք, դառնում եք TikTok-ի աստղ։ Բա ինքը ինչ էր TikTok-ի աստղ դառը, ինքն էլ TikTok-ի աստղ էր դառը, գնացել էր Մաշտոցի պողոտայում, Երևան City-ում, ես ինչ 2017 թվին ում դեմ ինչ որ գործարարի դեմ գործարարին վայելուչ բառեր էր ասում, այդ օրը այդ միջև հիմա այդ տեսանյութի մոտ կա, ինքն էլ այդտեղ էր դառը TikTok-յան աստղ։ Բա ինչ անեն այս մարդիկ։ Եթե ասֆալտը վերում հողի վրա ասֆալտ է կանում, մարդը գնում մատով քանդում է, բա այդ ում փողով է կանում։ Ձեր հոր դուքյանն եք սարքե Երևանի բյուջեն։ Երևանի բյուջեն իրենց հոր դուքյանն է։ Ես չեմ ուզում էլ մի անգամ ես այդ խնդրին անդրադարձել եմ հենց այդ պահին, որ ասել էր, ինչ ասեմ։ Հայինք իր հայրը ասում է, երեք վարչապետի պաշտոնակատար ժամանակավոր վարչապետը ասում։ Այս մարդկանց խոսույթն է, իրանց ընտանիքներում են այտենց վերաբերվում։ Նորմալ չի։ Իրանց համար նորմալ է, ինչ ուզում ասում են, բայց իրանք նոր են եկե այդ նույն Opel-ներից էլ ընկել են այդ ID-ների մեջ։ Հիմա այն հին Opel վարողներին այտենց են ասում։ Հայտի միջև ուր, ժողովուրդ, ուշ թե շուտ չտես մարդուց վատ բան չկա, այս մարդիկ փողոցներից ասել են հələ եկեք նստեք ու սկսեք վայելել ձեր աշխատասենյակներն ու ձեր ID-ներն ու BID-ները, բայց բոլորը ժամանակավոր է, բոլոր ամեն արարքի համար պատասխան են տալու, իսկ կարմիր գծեր անցածները, ովքեր որ կփորձեն մտնել մարդկանց կարծիքի եւ ընդդիմադիր հայացքների համար, կփորձեն մտնել տուն, երեխաներ ահաբեկել, բոլորը իրենց ուղն ու ծուծով 100% պատասխան են տալու։